Հայաստանի Սյունիքի եւ Կոտայքի մարզերում ներդրվել է անապահովության գնահատման նոր համակարգի պիլոտային տարբերակը, այսինքն կառավարությունն այս պահին նշածս մարզերում փորձարկում է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը։ Պիտի ասեմ, որ սպասված համակարգ է, քանի որ նախորդ համակարգը, որը այս պահին գործում է մյուս մարզերում, բավականին վաղուց է ներդրվել եւ լուրջ փոփոխությունների որպես այդպիսին չէր ենթարկվել։ Նոր համակարգն ավելի է արտացոլում ժամանակակից միտումները, որոնք սոցիալական պաշտպանության համակարգում արկա են։ Այս նոր համակարգում շատ կարևորվում է հենց ընտանիքի անդամների եկամուտը, ակտիվները, ռեսուրսները, այսինքն քանի որ նոր համակարգի հիմնական նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է, կարևորվում է այն, որպեսզի մենք հասկանանք ինչ եկամուտներ ունի ընտանիքը եւ արդյոք այդ եկամուտները բավարար են, որպեսզի յուրաքանչյուր անդամի համար ամսական բավարարվի պարենի նվազագույն զամբյուղը։ Նոր համակարգում նպաստը կոչվում է անապահովության նպաստ։ Եվ այդ նպաստը պիտի տրամադրվի այնքան, որպեսզի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար բավարարի ամսական այն հատվածը դրամական աջակցության, որն անհրաժեշտ է նվազագույն պարենի զամբյուղը բավարարելու համար։ Իրականում, օրինակ, այնքան գումար է նպաստը նշանակվում, որ հնարավորություն կա ճիշտ ծախսելու դեպքում իսկապես ծայրահեղ անապահովությունը հաղթահարելու։ Նոր սոցիալական քաղաքականությունը, որը մշակվեց այս անապահովության գնահատման նոր համակարգում, ենթադրում է, որ մենք բաժանում ենք աղքատության 4 շեմեր, եւ այդ 4 շեմերն են ծայրահեղ աղքատությունը, չափավոր աղքատությունը, միջին աղքատությունը եւ պարզապես աղքատությունը, որը մինչև սպառողական զամբյուղն է, եւ փաստացիորեն անապահովության նպաստ նշանակվում է ծայրահեղ անապահով համարվող ընտանիքներին, որոնք չեն բավարարում պարենի նվազագույն պարենի զամբյուղը, բայց մյուս խմբերը, մասնավորապես չափավոր աղքատ համարվող ընտանիքները, որոնք մի փոքր ավելի բարձր են, բայց չեն գերազանցում որոշակի տոկոսը, պարենի զամբյուղի, իրենք կկարողանան օգտվել համապատասխան արտոնություններից։ Մյուս խմբերի հետ ըստ անհրաժեշտության կիրականացվի բուն մասնագիտական աշխատանքը, որը սոցիալական աշխատանքն է, նպաստների նոր համակարգը կամ անապահովության գնահատման նոր համակարգը, որը փորձարկվում է այս պահին Սյունիքի եւ Կոտայքի մարզերում, ունի եւս մի կարեւոր առանձնահատկություն, դա զբաղվածության հետ անմիջական կապն է։ Եվ քաղաքականությունը, սոցիալական քաղաքականությունը նոր համակարգի շրջանակներում այնպես է մշակվել, որ եթե անձը աշխատունակ է եւ կարող է աշխատել, սակայն տվյալ պահի դրությամբ, երբ գնահատումը իրականացնում է, ցույց չի տալիս կամ իսկապես չի աշխատում, այդ ժամանակ արդեն պարտադիր պահանջ է դրվում, որ նպաստի նշանակումից որոշ ժամանակ հետո աշխատունակ անձը անպայման պետք է անցնի զբաղվածության կամ աշխատանքի, եւ սա կարևոր պարտադիր պայմաններից մեկն է։ Հակառակ դեպքում տվյալ անձը նպաստների համակարգից դուրս է մնում։ Երբ անձը անցնում է աշխատանքի, իր նպաստը չի կտրվում, իր նպաստը չի դադարեցվում։ Անձը շարունակում է մի տարի ստանալ նպաստը, անապահովության նպաստը, եւ նպատակը մեկն է, որպեսզի մեկ խրախուսենք զբաղվածությունը եւ լինենք անձի կողքին այն ժամանակահատվածում, երբ ինքը նոր է անցել զբաղվածության եւ դեռևս կարիք ունի պետական աջակցության, մինչեւ ավելի այսպես ինտեգրված կլինի զբաղվածության շուկայում։ Այս նոր համակարգը ամբողջությամբ թվայնացված է։ Նոր համակարգի սպասարկման նպատակով բացվել է համապատասխան կայք, որը isocial.am կայքն է, եւ այդ կայքում արդեն հնարավոր է մուտք գործել եւ գտնել այն ենթաբաժինը, որի միջոցով կարելի է լրացնել ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի առցանց դիմումը։ Բացի առցանց դիմումի լրացումից մի հանգամանք կա, որ ընտանիքը պետք է համաձայնագիրը եւս ստորագրի եւ համաձայնագիրը ու դիմումի բնօրինակը որոշակի ժամանակահատվածում, ասես երրորդյա ժամկետում ներկայացնի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որովհետեւ ամեն դեպքում դա կարևոր փաստաթուղթ է, որի հիման վրա դիմումի մշակումը սկսում է, որովհետեւ մարդիկ համաձայնություն են տալիս, որ իրենց տվյալները մշակվեն։ Եթե անձը առցանց ինքնուրույն լրացնել չի կարողանում դիմումը, ինքը կարող է դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, այսինքն այն տարածքային կենտրոն, որտեղ ինքը բնակվում է, որտեղ ամենամոտը կա որևէ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, եւ ընդունարանն արդեն ապահովում է դիմումի առցանց լրացումը։ Նոր համակարգով ընդամենը մի քանի տեղեկանք ներկայացնելու անհրաժեշտություն է լինելու, որովհետեւ կան դեռևս տեղեկատվական շտեմարաններ, որոնք թվայնացված չեն, մենք տեղեկատվություն չենք կարողանալու ստանալ, բայց որոնք որ թվայնացված են, այլևս անձը դրանց վերաբերյալ տեղեկատվություն կամ տեղեկանք ներկայացնելու կարիք չի ունենալ։ Ու հաջորդ քայլով արդեն առցանց այդ համադրումներն են տեղի ունենում տարբեր տեղեկատվական շտեմարաններից
տեղեկատվություն է ստացվում բնակության պետական ռեգիստրից, սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվություն է ստացվում, գույքի վերաբերյալ տեղեկատվություն է ստացվում, կոմունալ սպառումների վերաբերյալ տեղեկատվություն, աշխատավարձերի եւ այլն եկամուտների, ու այս համադրումների արդյունքով արդեն հստակեցվում է արդյոք ընտանիքը ծայրահեղ անապահովության շրջանակներում կամ ծայրահեղ անապահով է թե ոչ։ Արդեն հաջորդ քայլով նշանակվում է տնայցը։ Այդ ժամանակ արդեն մասնագետը իրականացնում է տնայցը, մասնագետները ունեն համապատասխան գործիքակազմ, տնայցի շրջանակներում գնահատում է ընտանիքի կեցության պայմանները, այ դրանից հետո կայացվում է վերջնական որոշումը ընտանիքը անապահովության որ շեմին է, որ խմբին է պատկանում։ Ու մի քանի տեղեկանք, օրինակ անասնագլխաքանակի մասին տեղեկանքը դեռևս թվայնացված չի կամ բուհերից տեղեկանքը էլի դեռևս թվայնացված չի, բայց թվայնացմանը տարբեր գերատեսչություններում թվայնացմանը զուգահեռ, երբ մենք կարողանանք արդեն մեզ ողջ տեղեկատվությունը ստանալ այլ տեղեկատվական բազաներից, առհասարակ տեղեկանքներ կայացնելու կարիք պետք է որ այլևս չլինի։ Անապահովության գնահատման եւ անապահովության նպաստի նոր համակարգը ինքը 1 տարվա համակարգ է, այսինքն անձը դիմեց, անցավ անհրաժեշտ ստուգումները, նշանակվեց անապահովության նպաստը, ինք ունի 1 տարի, որպեսզի ստանա անապահովության, 1 տարուց հետո նպաստը դադարեցվում է, այլևս փաստագրում եւ այլն չկա։ Նոր դիմել ցանկացած պահի անձը կարող է նորից դիմել այն պահից, երբ իր դիմումը դադարեցված է։ Սա նաև համակարգում շատ այսպես երկարակյացներ չունենալուն է ուղղված ու մարդկանց մոտ սերմանելու այն ընկալումը, որ սա տարիներով տրամադրվող նպաստ չի, այլ ժամանակավոր աջակցություն է պետության կողմից, որպեսզի ինքը կարողանա ոտքի կանգնել, հատկապես եթե աշխատունակ է։ Մի կարևոր հանգամանք անաշխատունակների դեպքում մենք իհարկե հաշվի ենք առնում, որ այս համակարգն ամենայն հավանականությամբ ավելի զգայուն պետք է լինի, ավելի երկար պետք է աջակցությունը տրամադրվի։ Դրա համար ներդրվել է խնամառության համաթիվ կամ խնամառության գործակից հասկացությունը, որը փաստացիորեն ընտանիքում անաշխատունակների եւ աշխատունակների թվի հարաբերակցությունն է։ Այսինքն ընտանիքում ինչքան շատ են անաշխատունակները, մասնավորապես 75-ից բարձր տարեկան անձինք, երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, հղի կինը օրինակ, եւ ինչքան քիչ են աշխատունակները կամ չկան աշխատունակները, այնքան խնամառության գործակիցը բարձր է ստացվում։ Երբ կդադարեցվի կամ կավարտվի ուղղակի անապահովության նպաստը ստանալու ժամկետը, հենց հաջորդ օրվանից ընտանիքը կարող է նորից դիմել նպաստ ստանալու համար, բայց ինքը էլի անցնելու է նպաստի այս ստուգումների համակարգով, որովհետև ամեն դեպքում ընտանիքում կարող է իրավիճակ փոխված լինել։ Եվս մի կարևոր սպეციფիկա նշեմ նոր համակարգի, դա թվայնացումից բխող արդեն սպეციფիկան է, քանի որ համակարգը թվայնացված է, անձանց կամ մարդկանց մասնակցությունը նպաստի նշանակման կամ առհասարակ անապահովության գնահատման գործընթացում գրեթե չեզոքացված է։ Այսինքն ամբողջությամբ ինքնաշխատ թվային համակարգն է գործում, վերլուծություն է իրականացնում, համադրումներ է իրականացնում, եթե կան բացառող գործոններ, օրինակ ինչպես ասեցի, նայվում է անշարժ գույքը, նայվում է շարժական գույքը հարկերով։ Իդեպ սա էլ է կարևոր հանգամանք, որ եթե նախորդ համակարգը հիմնականում եթե շարժական գույք ունենում էր անձը միանգամից արդեն դուրս էր մնում նոր անապահովության համակարգից եւ չէր կարողանում ստանալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ, նոր համակարգով նայում ենք գույքահարկերին, հա։ Եվ այս ստուգումներից հետո արդեն որոշվում է հանգամանքը ընտանիքը կարող է ստանալ նպաստ թե ոչ։ Եվ դա եւս մեկ անգամ հետո արդեն օպերատորների մակարդակով ուսումնասիրվում է եւ նոր վերջնականորեն որոշումը որոշ ժամանակ հետո տնայցից որոշ ժամանակ հետո կայացվում է եւ այդ մասին իրազեկվում է քաղաքացին SMS-ի կամ հաղորդագրության կամ իր անհատական օգտահաշվի միջոցով։